Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հայկական ատոմակայանի փակումից հետո Հայաստանը կարող է բախվել լուրջ էներգետիկ ճգնաժամի եւ Բաքուն պատրաստ է էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուր ապահովել։ Թրիփ նախագծի շրջանակներում ադրբեջանցի մասնագետներն արդեն իսկ վերլուծել են ՀՀ տարածքը եւ որոշել էլեկտրահաղորդման գծերի հենասյուների տեղադրման վայրերը։ Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը սա որակում է որպես հերթական աշխարհաքաղաքական թակարդ եւ էներգետիկ կապիտուլյացիա։ Ասեն պատահական չի, որ այսպես կոչված է թրիփի ուղու պայմանագրերից մեկը թեմաներից մեկը էներգետիկան է, որ ատոմակայանն է։ Հիշում եք, տարեվորը կընտրվեց օգոստոսի հայտարարակ փաստացած թրիփի, որի շրջանակում կընտրվեց ևս մի քանի փաստաթղթեր, դրանցից մեկը վերաբերում է այսպես կոչված մոդուլային կայանի կառուցմանը, երբ որ ինձ հարցնում են, որն է պատճառը, ես բացատրում եմ պատճառը, որովհետև ճնշում Հայաստանի վրա պահանջում, որ փակվի գործող ատոմակայանը։ Փորձագետի դիտարկմամբ սա ընդամենը առաջին քայլն էր, որից հետո շրջանառության մեջ դրվեց հաջորդ, էլ ավելի վտանգավոր թեզը։ Երկրորդ քայլը, երբ որ խոսակցություն գնալ Հայաստան Ադրբեջան էներգետիկ համակարգերի սինխրոնացման մասին, հիշում եք, դա անից մի ամիս թե երկու ամիս հետո։ Այդ բոլոր քայլերը ուղղված են մի բան է, ատոմակայանի փակելու հիմնավորմանը։ ԱԺ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Արման Եղոյանը հայտարարել է, որ ատոմակայանն ունի հստակ շահագործման տեխնիկական ժամկետ եւ այդ ժամկետը չի որոշում ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի եւ ոչ էլ աշխարհի որևէ այլ երկրի կառավարություն։ Այլ հարց է Հայաստանի իշխանություններն ունեն բավարար քաղաքական կամք դիմակայելու Ադրբեջանի եւ Թուրքիայի այս համատեղ ճնշմանը։ Այս պահանջը Թուրքիան Ադրբեջանը նոր չէ որ դրել են Հայաստանի առաջ։ Եվ ես համոզված եմ, ոնց որ մյուս հարցերում Հայաստանը զիջել է, Հայաստանը ասել է նկատել եմ այսօրվա ռեժիմը զիջել է Ադրբեջանին ու Թուրքիան, ես ասում եմ կզիջի։ Իրանք հարցը որ իրանք անզիջում են, դա անդիմության դեմ պայքարն է, քաղաքաբանտարկյաններ, բանտերը պահելը, այդ հարցում իրանք վճռական են։ Իսկ Հայաստանի շահերը ծախելու հարցում իրանք միամուրեն ու միաձայն։ Անդրադառնալով այն հարցին, թե ինչ վիճակում կհայտնվեն Հայաստանի պաշտպանական համակարգն ու տնտեսությունը ադրբեջանական այլընտրանքային հոսանքից կախվածության մեջ ընկնելու դեպքում, Արմեն Մանվելյանի կանխատեսումները մեղմ ասած հուսադրող չեն։ Ամբողջ տնտեսությունը կհայտնվի կախվածության մեջ Ադրբեջանից ու Թուրքիայից։ Դա շատ ծանր վիճակ կստեղծի Հայաստանի համար։ Ադրբեջանը հիշում եք, չէ՞, ոնց էր Արցախում լույսը կամ գազը անջատը միացում եւ բզում, ինձ կսկսեն Հայաստանի ահաբեկչության ենթարկել անջատել միացնել եւ բզում։ Հաշվի առնելով, որ այս մարդիկ կամքի ուժ չունեն արտաքին թշնամիների դեմ, հատկապես Թուրքիա-Ադրբեջանի դեմ պայքարելու համար, այդ սցենարը, այսինքն որ ատոմակայանը վերջնական կփակվի, սա շահերը կզիջվի Ադրբեջանի եւ Թուրքիան, սա շատ հնարավոր սցենարներից մեկն է, ամենահավանական սցենարն է։ Հայաստանին ոչնչացնում են գլուխը շոյելով, ասում է Արմեն Մանվելյանը, վստահեցնելով, որ Ալիևի ձեռնարկած ցանկացած քայլ ուղղված է Հայաստանի դեմ։ Հասմիկ Մովսիսյան, Օրագիր Նյուզ։